Ողջույն բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեզ, տաղավարում այսօր ձեզ համար կաշխատի Աննա Դանիելյանն, այսօրվա մեր հյուրն է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Տիկին Զոհրաբյան, կան պնդումներ, որ մինչև ընդդիմության, մինչև այս տարաձայնությունները կամ ընդդիմության որակը չփոխվի, իշխանափոխության ակնկալիք մենք այդքան էլ չենք կարող ունենալ։ Ու կարծես թե այսպիսի մի տենդենց կա, որ բոլոր ընդդիմադիրները իրենց գաղափարախոսությունն իբրև առաջ են տանում իշխանափոխությունը, բայց մինչև այսօր դա չենք տեսել։ Արդյոք միայն իշխանափոխության կոչերով այդ քաղաքական ուժը կարող է համարվել ընդդիմադիր։ Իհարկե ոչ։ Ես քանիսս ասել եմ, որ ես ինքս երկար տարիներ եղել եմ լրագրող, նույն հայկական ժամանակում 10 տարի մենք Նիկոլի հետ միասին աշխատել ենք հայկական ժամանակում եւ ես լուսաբանել եմ այդ տարիների բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքական հոսանքների գործունեությունը եւ գիտեք շատ པարզ մի ճշմարտություն կա, հայոյելով, գոռալով, ռեժիմին մնաց 3 ժամ 7 վայրկյան, ռեժիմը ահաբեկված է, ռեժիմը սարսափած է, ռեժիմը տապալված է, վերջին համազգային տապալիչ հանրահավաքը ուրբաթ ժամը 6-ին, կյանքը ցույց տվեց, ռեալ պոլիտիկը ցույց տվեց, որ այդ մեխանիզմները հիմա ցավոք սրտի, որ մեզանում փողոցի պայքարի միջոցով իշխանություն չի փոխվել անցած 25 տարիների ընթացքում, դա փաստ է եւ անընդհատ ընտրել նույն մարտավարությունը։ Գիտեք, երբ որ դու այո, մեր օրակարգում կա իշխանափոխություն եւ բնականաբար, եթե ուժը ընդդիմադիր է, իր նպատակը իշխանափոխությամբ իշխանություն գալն է, քաղաքական ուժը, որը կասի, որ ինքը չի ուզում իշխանության գալ, ես մեծ կասկածներ կունենամ տվյալ քաղաքական ուժի ընդհանրապես ադեկվատության վերաբերյալ, բայց հասարակ մի բան կա, եթե քո հետ շախմատ են խաղում, դու չես կարող տապորը վերցնել եւ իր դեմ տապորով պայքարել։ Այդ եթե դու տապոր ես վերցնում, ինքը վերցնում է գիլյոտին, եթե քո հետ շախմատ են խաղում, դու պետք է փորձես իշխանության գործիքով, իշխանության գործիքակազմով իրեն, այո, պայքարել իրեն իր իսկ առաջ քաշած, իր իսկ այսպես խաղասեղանին նետած գործիքով։ Սա է տրամաբանությունը։ Եկեք հիմա, գիտեք, ես էլի եմ ասել, հանկարծ այս գորգորացող գործիչներից, որ գրկում են ամբիոնը ու չեն ուզում իջնել, հանկարծ որևէ մեկը չմտածի, թե Նաիրա Զոհրաբյանից ավելի ուժեղ կարող է հայհոյել, թե Նաիրա Զոհրաբյանից ավելի ոչ թե հայհոյել, այսպես ցածր մակարդակով, շատ հիմնավոր, շատ որովհետև հաստատ ես կարծում եմ մենք համաձայնենք Տիկին Զոհրաբյան, որ հասարակությունը ոչ այնքան ուշադրություն է դարձնում, թե ով ավելի շատ բղավեց եւ ով ավելի շատ վիրավորեց, այլ թե ով ինչ գործ արեց։ Իրականում այսօր մենք չենք տեսնում ոչ ընդդիմության կողմից, ոչ իշխանության կողմից մեր սրտով, այսպես ասած, բարեփոխում դեպի լավը։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, ցավոք սրտի, որ հասարակությունը ավելի շատ հետաքրքրվում է, եթե այդպես լիներ, դա կլիներ մեր փրկողակը, դա կլիներ այն առաջի, այս արատավոր շրջանից փրկողակը, որ մենք կասեինք ճանապարհ կա։ Ցավոք սրտի, երբ որ գնում ես մարզեր, ես հասկանում եմ, իշխանությունը հասարակությանը հասցրել է այնպիսի սոցիալական ծայրահեղ վիճակի, որ ասում է մենակ հայոյեն սիրտս հովանա։ Երբ որ դու ասում ես լավ, հայոյեցի, դրանից քո խնդրը չի լուծվում, ավելի լավ չի, ինչ որ մի ալտերնատիվ տարբերակ աշխատեմ, զգում ես, որ միևնույն է, ցավոք եթե մենք կարողանայինք հասնել դրան, որ հասարակությունը օտարեր իրենից հայոյող, արյան, չգիտեմ, կազմակերպման, կոչեր անող քաղաքական ուժերին եւ գնահատել իսկապես այն քաղաքական ուժերին, ովքեր առաջարկում են այլընտրանք, առաջարկում են ալտերնատիվ գործող իշխանությանը, դա կլիներ մեր ներհայաստանյան նեխած քաղաքական ճահիճից այսպես մի լույսի փոքր ճանապարհը, որի հետևից բռնելով մենք կարող ենք գնալ, որտեվ ես էլի եմ կրկնում, արյան, կազմակերպման, այսպես ամեն ինչ փլուզվի, մենակ փլատակների տակ մենք տեսնենք այսպես հանրապետական կուսակցության բոլոր լիդերների ոտքերը, սա դեպի փակուղի տանող ճանապարհ է, սա ոչ միտեղ տանող ճանապարհ չէ։ Ցավոք սրտի, եւ ես ասեմ, դուք շատ ճիշտ հարց բարձրացրեցիք, որովհետեւ քարոզարշավում խորհրդարանական եւ նաեւ թիմ ընտրություններում մեր կարգախոսը չի լինելու արյունը, մեր կարգախոսը չի լինելու կազմակերպումը, մեր կարգախոսը լինելու է իշխանության չարածներ, իսկ դրանք բազմաթիվ են քննադատելը, բայց քննադատելուն զուգահեռ կոնկրետ եւ լուրջ այլընտրանք առաջարկելը։ Մենք հստակ ասելու ենք, մենք կարող ենք ավելին։ Սա է լինելու մեր հիմնական կարգախոսը։ Տիկին Զոհրաբյան, իսկ բոլոր քաղաքական դիմադիր քաղաքական ուժերը ցանկանում են գալ իշխանության։ Դա բնական է։ Բնական է, բայց ունենք մենք
այն քաղաքական ուժը, որ իշխանության գալով կունենա այն անհրաժեշտ կադրային ներուժը, որպեսզի կարողանա երկիրը կառավարել։ Կոնկրետ հեռու չգնամ ձեր քաղաքական ուժի հետ կապված։ Դուք եթե գաք իշխանության, ունեք այնքան ներուժ, որպեսզի օրինակ նշանակեք արդարադատության նախարարին, կրթության նախարարին եւ այլն։ Շատ ճիշտ հարց եք տալիս, այսօր որևէ քաղաքական ուժ, եթե կասի, որ ինքը ունի կադրային այն հզոր բանկը, որ պատրաստ է իշխանության գալու դեպքում, այստեղ բոլոր ոլորտներում նշանակել իսկապես պրոֆեսիոնալներ, ոչ թե նշանակել տգետների, դեգեներատների, կաշառակերների, կներեք մելքի ժուլիկների եւ գրպանահատների, որ մենք այսօր տեսնում ենք իշխանության տարբեր օղակներում, ես չեմ հավատա այդ քաղաքական ուժին, որ ինքը ունի, այսօր չկա Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որ ինքը ունի այդ կադրային ամբողջական հզոր բանկը, բայց կրկնում եմ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք իրանց հրճակել են միակ մենք ասում ենք, եթե մենք կանք իշխանության, մենք իհարկե դիմելու ենք նաև քաղաքական մեր համախոհ ուժերին, ասելով, որ եթե գիտեք, եթե իմ համախոհ քաղաքական ուժերից մեկը ունի մի գործիչ, որը կարող է իսկապես հրաշալի արդարադատության նախարար աշխատել, պաշտպանության նախարար, իմ խնդիրը չպիտի լինի, որ գիտեք, այսպիսի մի կարգախոս կա 90-ական թվականներին պոլիփեդ լինի, մենակ ՀՀՇ-ից լինի։ Բարգավաճ Հայաստանի դեպքում այդ կարգախոսը չի գործելու։ Ես դրա համար եմ ասում, այսօր երկիրը հասցված է այն վիճակի, որ մի քաղաքական ուժ ինչքան էլ ինքը իրեն համարի հզոր, խարիզմատիկ, մենք ազգային ժողովում լսում ենք, չէ՞ ինչ որ խարիզմատիկների մրցապայքար է գնում առանց անգամ հասկանալու խարիզմատիկ բառի ծագումնաբանությունը եւ ստուգաբանությունը, որ իրանք շատ հեռու են դրանից։ Մենք իհարկե համագործակցություն ենք առաջարկելու այն քաղաքական ուժերին, որտեղ կտեսնենք, որ կա իսկապես լուրջ կադրային պոտենցիալ, որովհետեւ միայն միասնաբար, միայն համատեղելով այն առողջ ուժերը, կրկնում եմ, որոնց նպատակը արյունը չի, որոնց նպատակը կազմաքանդումը չի, որոնց այսօր գիտեք, ցավոք սրտի, երբ որ հետևում եմ մի քանի այսպես նորաստեղծ կուսակցությունների քաղաքական մոտիվացիաներին, ես շատ վտանգավոր տենդենց եմ տեսնում եւ պատահական չէ, որ ես խոսեցի քաղաքական սեկտանտիզմի, քաղաքական աղանդավորության մասին, որը տանելու է կործանման, եթե սեկտանտների թիվը շատանա։ Նրանց միակ մղիչ ուժը, նրանց միակ, այսպես ասեմ, քաղաքական նարկոտիկը դա ֆորս մաժորն է։ Նրանք սպասում են ֆորս մաժորի։ Ես կարող եմ շատ ցավալի բան ասեմ, բայց նրանցից շատերը կցանկանան այսօր լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսվի, որպեսզի կարողանան այդ ֆորս մաժորի քաոսում իրացնել իրենց քաղաքական օրականքը։ Մենք բոլորս, բոլոր են քաղաքական ուժերը, ում մոտիվացիան առողջ է, պիտի մերժեն քաղաքական սեկտանտներին։ Սեկտանտները թող բավարարեն Facebook-ում իրենց ամենօրյա քաջնազարյան հաղթանակներով։ Ընդհանրապես Հայաստանում ընդունված պրակտիկա է, չէ, որ որևէ քաղաքական ուժից դժգոհ մի հատված առանձնանում է ու կուսակցություն ստեղծում ու ըստ ամենայնի այդ նույն ապարատից ծնված լինելով գրեթե գնում է նույն ճանապարհով ու որակապես այլ բան չենք ունենում։ Հիմա այս նոր ստեղծող կուսակցություններից խոսեցինք։ Այս կարճ ժամանակահատվածը բավարար է արդյոք, որպեսզի նրանք կարողանան կուտակել անհրաժեշտ ռեսուրսներ, կարողանան հանրային լայն շրջանակների համար ճանաչելի լինեն, որպեսզի կարողանան խորհրդարանական ընտրություններին մասնակցել։ Գիտեք, ես շատ գնահատում եմ ձեր հաղորդումը եւ ես չէի ցանկանա ձեր հաղորդման մեջ ասեի մի կեղծ բան, որին ես ինքս չեմ հավատում։ Ես չեմ հավատում։ Բայց դա գիտեք, ես հիմա որ փետրվարից այն կողմ, երբ որ պարոն Ծառուկյանը իր որոշմամբ հեռացավ քաղաքականությունից եւ գլխավորում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահն եմ, ես հասկանում եմ, ես նախկինում չեմ շփվել կուսակցության մեր բոլոր ստրուկտուրաների հետ։ Իմ ֆունկցիան այսպես է սահմանափակված է եղել միայն քաղաքական բլոկով։ Շատ դժվար է։ Գիտեք, եթե դու ուզում ես իսկապես ունենալ Հայաստանում ամուր արմատներ գցել որպես կուսակցական տարածքային կառույցներ, իսկ կուսակցությունը այդ մի 2-3 խոսացողով չէ կուսակցություն։ Գիտեք, Նաիրա Զոհրաբյանը վաղը կարող է չլինել Բարգավաճ Հայաստանի նախագահ կամ ընդհանրապես падգամավոր, բայց Բարգավաճ Հայաստան բրենդը կա։ Բարգավաճ Հայաստանի հիմնական բրենդը, այո, դա Գագիկ Ծառուկյան գործիչն է, անկախ նրանից ով ինչ կասի եւ դա անուրանալի է եւ դա պետք է բաց եւ հրապարակային ասել եւ Բարգավաճ Հայաստանի հիմնական ողնաշարը սռնին, որ պահում է ամուր կուսակցությունը, դա մեր տարածքային կառույցներն են 64 եւ այդպիսի տարածքային կառույցներ ամուր անգամ հանրապետական կուսակցությունը չունի եւ կարճ ժամկետում ընտրությունների եթե նոր տարին էլ ամառն էլ հանում եք մնացել է իմ հաշվարկով 6 ամի ժամանակ 6 ամսում կարողանալ ամբողջ հանրապետությունում այսպես կուսակցական ստրուկտուրաների ցանց ամուր հողին կպած, կյանքին կպած, գյուղացու, քաղաքացու,
կյանքի բնակչի պուլս ամեն օր իմացող կառույցներ ստեղծել կուսակցական ստրուկտուրաներ, գիտեք, հասարակ բան եմ ասում, բայց դա էլ չափորոշիչ է կուսակցության համար։ 5 օր առաջ մենք մեր միայն Երևանի մեր տարածքային կառույցներում մեր երիտմիությունը անցկացրեց ֆուտբոլի մրցույթ, երիտմիության հավաքական, եւ միայն Երևանի տարածքային կառույցներում մենք ունենք 16 ֆուտբոլի թիմ։ Ես չեմ խոսում մարզային, ել չեմ խոսում մեր կանանց կառույցների ստրուկտուրաների մասին։ Սա շատ բարդ է։ Պլյուս լինենք անկեղծ, սա պետք չէ այստեղ դեմագոգիա անել եւ ասել, որ ֆինանսները կապ չունեն, իհարկե մեծ կապ ունեն։ Դու չես կարող տարածքային կառույցներ պահել, դու չես կարող ինչ որ մի սոցիալական ծրագիր իրականացնել, բնականաբար չխախտելով կուսակցությունների մասին օրենքը, եթե դու լուրջ ֆինանսական բազիս չունես։ Թերևս վերջին հարցը, այսինքն չեք տեսնում խորհրդարանական ընտրություններից հետո ազգային ժողովում ուժերի վերադասավորություն։ Ենթադրենք մի կուսակցություն դուրս կամ մեկ այլ տեղը։ Իհարկե կլինի, իհարկե, ես կարծում եմ, որ այս խորհրդարանը Եվ կարճ որ այդ դասավորությունը ինչպես եք տեսնում։ Գիտեք, ես չեմ ցանկանա, որտեվ դա ես կնմանվեմ նշյալ գործչին, եթե հիմա հայտարարեմ, ես եմ լինելու, սա է լինելու եւ ուրիշ ոչ մեկը չի լինելու։ Ես կրկնում եմ բոլոր քաղաքական ուժերին, ում մոտիվացիան ազնիվ է, ում մոտիվացիան մեր երկրում ինչ որ լրջագույն համակարգային փոփոխություններ անելն է, մենք ողջունում ենք, անկախ նրանից ես հավատում եմ այդ իրենց հաջողությանը, թե ոչ, թող ես լինեմ ամենավերջի հորետեսը, որ չեմ հավատում, որ հնարավոր է կարճ ժամկետում, եթե իհարկե լրջագույն, կրկնում եմ լրջագույն, խոսքը $1 միլիոն մասին չէ, 2-3, բայց ձեզ տեսնում եք խորհրդարանական ընտրություններից հետո։ Ասենք այդտեղ երկու կարծիք անգամ լինել չի կարող եւ կարող ենք այսօրը հիշել եւ ամրագրել եւ շատ լուրջ ներկայությամբ իհարկե։ Բայց իրենց բոլորին կրկնում եմ, ում մոտիվացիան կազմակերպումը չէ, ում մոտիվացիան քաղաքական դաշտը սեկտանտիզմի եւ աղանդավորության վերածելը չէ, բոլորին ես մաղթում եմ հաջողություն, որտեվ ես կրկնում եմ, երկիրը հասցված է այս իշխանության, այսպես ասենք, կողմից ձեռքով հասցված է եւ բոլոր նախորդ իշխանությունների կատարած այսպես հանրագումարի աշխատանքով երկիրը հասցված է այն վիճակի, որ մի քաղաքական ուժ, որը կասի, որ ինքը միակն է եւ ինքը միակն է, որ կարող է փրկել երկիրը այս վիճակից, թույլ տվեք տվյալ քաղաքական ուժի ազնվության, անկեղծությանը եւ առավելևս adekvatությանը չհավատալ։ Շնորհակալություն Տիկին Զոհրաբյան հրավերն ընդունելու համար եւ նաեւ զրույցի համար, իսկ այսօր այսքան հաջողություն։